Հանուն Հոր և Որդու և Ոգու Սրբոյ, ամեն։ Ահա Քրիստոս գառն Աստծո, այսպես շարունակեց Հովհաննես Մկրտիչը իր վկայությունը Տիրոջ մասին։ Մինչդեռ Քրիստոս չէր մկրտվել իր ձեռամբ, ասաց ահա Աստծո Որդին, գառն Աստծո, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։ Բայց երբ որ մկրտեց Քրիստոսին Հովհաննես Մկրտիչը, այլևս կոչեց Քրիստոս, որ նշանակում է օծյալ։ Կարծես օծում տվեց Քրիստոսին, որ օծյալ էր իր հավիտենից Հոր Աստծուց, եւ այսօր Սուրբ Հոգով օծվեց, Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվեց եւ անունը Հովհաննես Մկրտիչը դրեց Քրիստոս։ Ինչպես անունը մկրտությունից հետո առաքյալները եւ քահանաները երկրորդ անուն են դնում, այդպես էլ Հիսուսին, որ հրեշտակի կողմից կոչվեց Հիսուս, այսօր Հովհաննես Մկրտիչը վերանվանեց Քրիստոս։ Հիսուս Քրիստոս։ Հովհաննեսի ավետարանում չի խոսում Քրիստոսի մկրտության եւ անապատում քյալն է ասում, թե Աստված երբևիցե չի փորձվում որևէ մեկից։ Բայց Քրիստոս մարդ Աստվածացած փորձվեց սատանայի կողմից եւ հաղթեց նրան։ Բայց նաեւ երեք ավետարանների փորձությունները եւ Հովհաննեսի լռելը խորհրդանշում է կարծես մարդու երեք տարիքները, որ այս աշխարհում փորձվում ենք չարից սատանայից, իսկ չորրորդ տարիքը, որը կլինի հանդերձյալ հավիտենական կյանքում, չի լինի փորձություն, կլինի հանդարտություն, խաղաղություն։ Այնուհետև Հովհաննեսը հասկացավ, որ Հիսուս մկրտվեց եւ ինքը պետք է այլևս բանտարկվի։ Գիտեր, այդ պատճառով իր երկու աշակերտներին ուղարկեց Քրիստոսի մոտ եւ ասաց. ահա Քրիստոս գառն Աստծո։ Այդ աշակերտներից մեկը Անդրեասն էր, մեկին հիշում է ավետարանում, մյուսին չի հիշում։ Եվ գնացին Քրիստոսի մոտ եւ ասացին. Վարդապետ, ուր է քո օթևանները, Ռաբի։ Քրիստոս մինչ այդ փարիսեցիներին եւ օրենսգետներին ասել էր, թե երկնքի թռչունները եւ երկրի գազանները տուն ունեն, բայց մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի։ Բայց այստեղ բարի պատասխան տվեց, դրական պատասխան տվեց, ասաց. եկեք եւ տեսեք իմ օթևանները։ Ինչու փարիսեցիներին օրենսգետներին ասաց, որ մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի։ Երկնքի թռչուններն ու գազանները, այսինքն չար մեղքերն ու անօրենություններն ու մոլությունները ձեր սրտի մեջ տեղ ունեն իրենց գլուխը դնելու, հանգրվանելու ու բնակվելու, իսկ մարդու որդին ձեր սրտի մեջ մի գլխատեղ չունի, այսինքն չի կարող մարդու որդին ձեր մեջ հանգստանալ, բայց երբ առաքյալները դիմեցին Քրիստոսին, ասաց եկեք եւ տեսեք իմ օթևանները։ Իրապես Քրիստոս օթևաններ է պատրաստել մեզ համար երկնքի արքայության մեջ, ինչպես ասում էր, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ, որպես ձեզ համար տեղ պատրաստեմ։ Այդպես էլ առաքյալներին վաղօրոք ծանոթացրեց երկնքի օթևանների մասին եւ ասաց, որ պետք է դուք էլ գաք իմ օթևանները։ Ուշ ժամ էր, երբ առաքյալները եկան, 10-րդ ժամը, մոռացել էին ամեն ինչ, գնացել էին Քրիստոսի ետևից եւ հանձն էին առնում Տիրոջ հետ օթևանելու, որտեղ որ Քրիստոս էր օթևանում։ Այդպես էլ մենք, եթե հանձն առնենք Տիրոջից, այնտեղ գտնվել, որտեղ Քրիստոս է, ժամը, պայմանները, նեղությունները հեչ կարևոր չէ, կարևոր որ Քրիստոս է այդտեղ։ Այն ժամանակ խաղաղություն ու երանություն կա։ Այսեղ Տերը օթևան ասելով երկնքի օթևանների նմանօրինակն է երկրի վրա, որտեղ 3 օթևաններ կան երկրի վրա. աշխարհ, վանք եւ անապատ։ Աշխարհը մարդկանց բնակության համար, վանքը քահանաների,
դպիրների, սարկավատների, իսկ անապատը միայնակյացների։ Ճիշտ այդպես էլ կարծես քաղաքը մեղավորների վայր լինի, վանքը ապաշխարողների վայր, իսկ անապատը սուրբերի վայր։ Ինչպես Եղիան ու Հովհաննեսն էին բնակվում անապատում և Սուրբ Հոգուց էին։ Ուրեմն վանք, որ նաև թարգմանվում ու ստուգաբանում է որպես վայանք, այսինքն վայ ու կոծ անելու, զղջալու, արտասվելու, ապաշխարելու վանք։ Ուրեմն մենք աշխարհից մեղավորներս գալիս ենք վանք, զղջումով, արտասուքներով ապաշխարելու մեր մեղքերը, չարիքներն ու անօրենությունները։ Եվ այդպես Անդրեասը տեսավ ու ճանաչեց ու հավատաց Քրիստոսին, այդ պատճառով Անդրեասին կոչում ենք նախադավան առաքյալ, այսինքն նախ եւ առաջ Անդրեասը հավատաց Տիրոջը եւ հետո ասաց իր եղբայր Սիմոնին, եւ Քրիստոս տեսավ Սիմոնին, ուրախացավ։ Ասեց դու Սիմոնն ես, Հովնանի որդին։ Բնականաբար Քրիստոս ամեն ինչ գիտեր, եւ Պետրոսն էլ հասկացավ, որ Աստվածային ազդեցությամբ էր այս եւ ասաց դու կկոչվես Կեփաս, որ թարգմանվում է Պետրոս, վեմ, եւ այդ վեմի վրա կկառուցե իր եկեղեցին։ Իապես Պետրոսը այն ժառը եղավ, այն հզոր հավատքի հիմքը եղավ, որ հետագայում Քրիստոս իր եկեղեցին կառուցեց։ Եվ այդ հավատքի հիմքի վրա այսօր մենք էլ ենք կառուցվում։ Պետրոսի դավանության, Աստծո որդի դավանության հիմքի վրա կառուցվեց Սուրբ եկեղեցին։ Թող Տերը զորացնի իր եկեղեցին, աճեցնի, կանգնեցնի եւ առաջնորդի դեպի հավիտենական երկինք։ Ամեն։